Հայաստանի Հանրապետությունում կա իրավակարգ եւ այդ իրավակարգի շրջանակներում կարծում եմ ամենաարագ եւ արդյունավետ գործելու տեղը ազգային ժողովն է։ Կարծում եմ մեր մասնագետները քննարկում են արդեն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ եւ Վարչապետի թիմակիցները այսօր խորհրդարանում հայտարարեցին ճիշտ հակառակի մասին։ Հեծը ազգայնացնելու ոչ մի նախագիծ խորհրդարանում չի շրջանառվում։ Տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը առհասարակ չգիտեր խորհրդարանը թե կառավարությունն է այդպիսի նախագիծ հեղինակելու։ Այս պայն մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է որ դեռևս կառավարությունից ազգային ժողով չի ասել կամ գիտեք որ քննարկումների փուլ է լինում նախնական քննարկում հետո նոր, այսինքն կառավարություն, հանձնաժողով, միջև որ նախագիծը ստացվում է արդեն պատրաստ։ Այս պահին մեր բնականաբար տնտեսական հանձնաժողով պետք է քննի, իհարկե կարող է նաև պետաիրավական հանձնաժողով համատեղ քննեն կախված հարցի բովանդակությունից։ Բայց այս պահին երկու հանձնաժողովներում դեռ նախագիծ չկա։ Այս պահին մեր հանձնաժողովում նախագիծ չկա։ Քաղաքացիական պայմանագրից Արման Եղոյանը, որը երեք հենց տեղում լսում էր վարչապետի հայտարարությունը, զարմացավ հեծը ազգայնացնելու նախագծի մասին հարցից։ Ինչ նախագիծ է շրջանառվում։ Ինչի մասին է խոսքը։ Ով էր ասում։ Վարչապետը երեք հայտարարեց, որ նախագիծ է շրջանառվում, ինչ նախագիծ է շրջանառվում։ Ազգային ժողովում հեծը պետականացնելու մասին ճիշտ է հիշում եք բերումը, ես ծանոթ չեմ նման նախագծի, ճիշտն ասած։ Միգուցե կառավարությունում է շրջանառվում, միգուցե հա, չգիտեմ։ Հեծը պետականացնելու մասին վարչապետը հայտարարեց, երբ 2 օր առաջ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը խոսեց եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործում իր հնարավոր մասնակցության մասին։ Սրանից ժամեր անց Տաշիր գրուպի սեփականատերը հայտնվեց բանտում։ Ընդդիմադիր падգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բացատրում է, որ դեպքում պետությունը կարող է անձի սեփականությունը պետականացնել։ Ենթադրենք պետք է այստեղ մի ենթակառուցվածք, ճանապարհ, ջրամբար կամ չգիտեմ ինչ պիտի կառուցվի եւ պետությունը բացառիկ շահ է ճանաչում հանրային եւ այդ հողակտորը կամ իր այսպես ասենք, հա, սեփականատիրոջ նաեւ գույքային իրավունքը պարտադիր այսպես պետականացնում է, որպեսզի ճանաչի հանրային շահ եւ այստեղ իրականացնի ենթակառուցվածքային ներդրումներ։ Հաջորդը, եթե օրինակ Աստված չանի անվտանգային եւ այլ խնդիրներ են առաջանում եւ պետությունը օրինակ նաեւ մասնավորից պարտադիր օրենքի ուժով, իրավունքի ուժով վերցնում է որոշակի շարժական, անշարժ գույք եւ դա ծառայեցնում է կոնկրետ այդ նպատակներին։ Իշխանական խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը աջակցում է վարչապետի այս գաղափարին, բայց այդպես էլ ոչ մի հստակ մեխանիզմ չնշեց, որով էլեկտրական ցանցերը կդառնան պետության սեփականությունը։ Փոխարենը տարբեր սցենարներ նշեց, որով կարող են հասնել ընկերության ազգայնացմանը, բայց բոլոր դեպքերում падգամավորը միայն ենթադրություններ ուներ։ Այս պահին որևէ կոնկրետ սցենար չկա, թե ինչպես է պետականացվել։ Առնվազն ես տեղյակ չեմ այդ մասին, որևէ սցենարից պետականացման եւ պետականացման մասին վերջի խոսակցություններով ես տեղեկացել։ Այսինքն որպես այդպեսին դա որ պիտի պետականացվի, ազգային ժողովում դուք լսեցիք, ես այդ ժամանակ եմ տեղեկացրել այդ մասին։ Իշխանական Արման Եղոյանը այսօր պնդում էր, հեծի հարցը կապ չունի Սամվել Կարապետյանի վերջին հայտարարության հետ։ Այն իրենց ուշադրության կենտրոնում է եղել դեռ ամիսներ առաջ։ Այն ժամանակ են պարզել, որ ահռելի ներդրումներ չեն կատարվել։ Էլ չասած նրա մասին, որ հեծը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը, մասնավորապես շատ դեպքերում մենք շատ բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում է իրենց նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան, ասենք, հաշվիչներ կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերությունից, շատ որակավորված սպառողներից կամ ընդհանրապես սպառողներից մենք բողոքներ ենք ստանում, որ շուկայի ազատականացված հատվածում հեծի հետ փոխկապակցված ընկերությունները ստիպում են, որ որակավորված սպառողները հոսանքը ձեռք բերեն հենց իրենցից։ Եղոյանի նշած քննարկումը անցած տարվա սեպտեմբերին էր։ Այդ օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում, թե իշխանությունը մտադիր է գործարար Սամվել Կարապետյանից վերցնել էլեկտրական ցանցերը։ ՔՊ-ից կտրուկ հերքում էին։ Ժամանակ իշխանությունը այդում բիզնեսնա վերցրել կամ այդում բիզնեսնա վաճառել ուրիշ հետ, ինչ հեքիաթներ են պատմում։
Այդ ամեն ինչը հատուկ է շատ տարբերել քաղաքական ուժերի ու ռեժիմների, բայց ոչ մեր քաղաքական թիմին ու ժողովրդի քվեով ընտրված իշխանության։ Հեսա շատ արագ հեծը լինելու է պետական սեփականություն։ Ընդդիմադիր падգամավոր Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանից նրա ընկերությունը խլում է եկեղեցուն աջակցելու համար։ Խոսքի նկատմամբ տերոր է սա, ըստ էության, որի դրսևորման ձևերից մեկն էլ սեփականության, այսպես ասենք, ավելի շատ խլելն է կամ մարդկանց այսպես ունեզրկելը, հա, ասել ես մի բան, որ իմ քաղաքական շահին հակառակ է, նեղ քաղաքական կուսակցության խմբային, ես էլ ունեմ լծակ, քեզ կունեզրկեմ, բանտ կնստեցնեմ կամ չգիտեմ, կարտաքսեմ։ Պատգամավորի խոսքով սա խիստ բացասաբար կանդրադառնա առանց այն էլ վատ վիճակում գտնվող Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Իսկ ներդրումների անարդյունավետ կառավարման եւ այլ խնդիրների մասին իշխանականների բացատրությունները, ասում է, համոզիչ չեն։ Հարցնում է, այդ դեպքում ինչով էին զբաղվում հանրային ծառայությունները կարգավորող եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովները։ Առնվազն այս իշխանության օրոք 7 տարի շարունակ այդ խնդիրները այսպես հասունանում են, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ վերջ պետքա վիրահատվի, պետքա սեփականության, ինչի սեփականության ձևը։ Հիմա դուք որպես Հայաստանի քաղաքացի, որ տնտեսագետ չեք, կառավարման գուցե մասնագետ չեք, շատ պարզ հարց, այսինքն որ սեփականության ձևը փոխենք, այն խնդիրները, որ իրենք նշում են, այդ խնդիրները լուծվելու են։ Հայաստանի էլեկտրական ցանցերը Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջը պատկանող Տաշիր գրուպը ձեռք է բերել 10 տարի առաջ, 2015 թվականին։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի։ Կառավարությունից եւս փորձեցինք ճշտել, կա այս ընկերությունը պետականացնելու որևէ նախագիծ կամ նախագծերի փաթեթ, որ գործադիրն այժմ մշակում է։ Այնտեղից ուղղորդեցին ոլորտի հարցով զբաղվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Այստեղից այդպես էլ չարձագանքեցին։